Ողջույն հարգելի վաղարշապատցիներ, հարգելի հայրենակիցներ, այս ընտրությունները մեզ համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ունենալու է կարևորագույն նշանակություն։ Սա ոչ միայն քաղաքային, այլ նաև քաղաքական ու արժեհամակարգային ընտրություն է։ Այս ընտրություններին մենք ներկայացրել ենք փորձառու բանիմաց մարդկանցով համալրված ցուցակ եւ ես հիմա ձեզ առաջարկում եմ եւս մեկ անգամ ողջունենք Գրիշա Հարությունյանին, Դավիթ Կարապետյանին, Ռիփսիմե Մկրտչյանին եւ մյուսներին։ Ավելի բարձր։ Հարգելի հայրենակիցներ, դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Ես արդեն ասացի, սա ոչ միայն քաղաքային ընտրություն է, սա արժեհամակարգային ընտրություն է։ Սա քաղաքական ընտրություն է, որը համապետական նշանակություն է ունենալու։ Արժեհամակարգային առումով, Փաշազադեի հրահանգով, թուրք-ադրբեջանական նախապայմանների ներքո հարձակում է սկսել Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նրանք խաբում են, եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը խաբում է, թե իբր առանձին հոգևորականների դեմ է պայքարը եւ ինքը ոչինչ չունի առաքելական եկեղեցու դեմ։ Նախ ինքը սուտ է ասում, որ ինքը առաքելական եկեղեցու հետևորդ է, որովհետեւ եթե այդպես է, մենք բոլորս էլ կամ շատերս, ովքեր չցանկանում եմ իհարկե, շատերս ամուսնացել ենք եկեղեցով եւ մենք գիտենք, որ եկեղեցու միջոցով են նաև ամուսնանում, իսկ դրանից առաջ հոգևորականները անպայման կնուն կանցնելու նախապայման նախադրյալ ունեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը առաքելական եկեղեցու հետևորդ լիներ, ապա ինքը պետք է եկեղեցով ամուսնացած լիներ իր կողակցի հետ։ Այդպիսի բան չկա։ Հետևաբար հայ առաքելական եկեղեցու կանոնների համաձայն Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Հաջորդը Սրանք երբ որ ասում են, որ մենք առանձին եկեղեցականների դեմ ենք պայքարում, ես ձեզ մի զուգահեռ բերեմ։ Ուրեմն, երբ որ որոշեցին քանդել բանակը, ասացին, որ մենք առանձին զինվորականների դեմ ենք պայքարում եւ հայ ժողովրդին առաջարկեցին մեր քաղաքացիներին, որ փոխարինել զինվորականներին կլուբնիկով։ Այսինքն ասեցին, սիրելի հայ ժողովուրդ, եկեք դուք մեզ օժանդակեք, աջակցեք, որպեսզի մենք զինվորականների միջոցով քանդենք բանակը, բայց այդպես չհայտարարեցին, թաքնված արեցին դա, բայց ասեցին փոխարենը մենք ձեր երեխաներին կլուբնիկով կկերակրենք։ Թե ինչ եղան այդ երեխեքի հետ, մենք տեսանք 44 օրյա պատերազմի ընթացքում, սրանք պատերազմ ու պարտություն բերեցին։ Հիմա նույնն են անում, ժողովուրդ ջան։ Այստեղ դրված է աշխարհաքաղաքական խնդիր, քանի որ ինքը կախված է Ադրբեջանի ու Թուրքիայի խաղաղություն կոչված փաստաթղթից, որպեսզի խաբի հայ ժողովրդին, ինքը առաջարկում է իրականացնել բոլոր այն նախապայմանները, որը առաջ է քաշում Թուրքիան կամ Ադրբեջանը։ Հետևաբար եկեղեցու պաշտպանությունը բոլորիս գործն է եւ դա պետականությանն է առնչվում եւ ես առաջարկում եմ բարձր ծափարություններով մի հատ աջակցենք մեր հայ առաքելական եկեղեցուն։ Մյուսը քաղաքական մասը։ Սրանք պատրաստվում են վերարտադրության ու երրորդ ժամկետի։ Հայաստանի ոչ մի իշխանություն չի գնացել երրորդ ժամկետի։ Նիկոլ Փաշինյանի համար սա անվտանգության, սեփական կաշին փրկելու խնդիր է, Հայաստանի ու հայ ժողովրդի համար գոյաբանական եւ զարգացման խնդիր։ Ինքը խաբում է, թե խաղաղություն է բերելու, բայց բերելու է պատերազմ ու պարտություն։ Դրված է Հայաստանի Հանրապետության խնդիրը։ Վաղարշապատում տեղի ունեցող ընտրությունը հետևաբար կարևորագույն նշանակություն է ունենալու եւ լուրջ փորձաքար բոլորիս համար։ Քաղաքական առումով Մայր Հայաստանը բնականաբար բացառելով որևէ առնչություն օրվա իշխանության եւ նրա արբանյակների հետ պատրաստ է ստանձնել ընդդիմադիր դաշտում
կոնկրետ վաղաշաբաթի ընտրություններն եմ ես հիմա ներկայացնում, մենք պատրաստ ենք ստանձնել ընդդիմադիր դաշտում մերանի կոնսոլիդացնողի դերը եւ դառնալու ենք ընդդիմադիր դաշտը միավորողի եւ ավանգարդի թիվ 1-ի դերակատարը։ Մենք պատրաստ ենք ստանձնել իշխանության պատասխանատվությունը եւ դա լինելու է քաղաքական պատասխանատվություն։ Մենք առանձին անհատների վրա չենք դնում այդ պատասխանատվությունը։ Մենք ամբողջ քաղաքական թիմով պատասխանատու ենք այն ծրագրի կյանքի կոչման համար, որը ներկայացնում ենք վաղաշաբաթցիներին։ Եվ մենք միասնական թիմային պատասխանատվությամբ նաև քվե ենք ակնկալելու վաղաշաբաթցուց եւ ասելու ենք, որ քվեարկեք համար 4-ի օգտին։ Հարգելի վաղաշաբաթցիներ, այս ընտրություններին մենք մասնակցում ենք միացիր, որ փոխենք կարգախոսով։ Այդ կարգախոսը երկար ճանապարհ է անցել մեր ձևավորման օրվանից։ Այդ կարգախոսը հիմա հասել է իր 3-րդ հանգրվանին, այսպես ասած երրորդություն է սիրում ամեն ինչ, եւ մենք եթե Երևանում կանխեցինք ՔՊ-ի հսկիչ փաթեթ ստանալը, Գյումրիում նպաստեցինք ՔՊ-ի իշխանազրկմանը, հիմա վաղաշաբաթում մենք հավակնում ենք իշխանության։ Միացիր, որ փոխենք կարգախոսը, շատ կարևոր նշանակություն ունի։ Դա նշանակում է ընտրողը անպայման պետք է մասնակցի, չմնա տանը, որովհետև բարձր մասնակցությունը կանխելու է ընտրակեղծիքը, կանխելու է վարչական ռեսուրսի կիրառումը, կանխելու է այլ ընտրակեղծիքների հնարավորությունը։ Վաղաշաբաթցիները, Էջմիածնի բնակիչները, Ոսկեհատի բնակիչները, Խոյի 17 գյուղի բնակիչները միասնական ջանքերով կարող են փոխել իրենց կյանքը եւ իրենց համայնքում եւ ամբողջ հանրապետությունում։ Առանց չափազանցության վստահեցնում եմ ձեզ, որ համայն հայության ուշադրության կենտրոնում վաղաշաբաթն է եւ վաղաշաբաթցուց է կախված լինելու հետագա քաղաքական ընթացքը, դրա համար առաջարկում եմ բարձր ծափահարություններով վաղաշաբաթցիներին։ Ու քանի որ առաջիկա օրերում շատ է հնչելու Մայր Հայաստան, համար 4, միացիր, որ փոխենք կարգախոսը, մենք հիմա որպես թիմակիցներ առաջին մարզումները կանցկացնենք այդ առումով։ Որպես կանոն հնչելու է համար 4 Մայր Հայաստան, իսկ կարգախոսը միացիր, որ փոխենք։ Միացիր! 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 Սիրելի եւ վաղաշաբաթցիներ, հարգելի թիմակիցներ, բոլորս միասնական ջանքերով լծվում ենք աշխատանքի։ Ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի վաղաշաբաթից վռնդենք ՔՊ-ական ապօրինի եւ ապիկար իշխանությանը։ Միասնաբար պայքարում ենք, որպեսզի վաղաշաբաթում ձևավորվի նոր իշխանություն, որը փոխելու է ձեր կյանքը ինչպես համայնքում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում եւ կրկին հիշելով մեր կարգախոսը, ասենք, որ պետք է միանալ, որ փոխել։ Միացիր! 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 Շատ ապրեք։